Վանաձորի դատարանում եղբոր դաժան սպանության վրեժը լուծել փորձած երիտասարդին դեռ փնտրում են իրավապահները։ Նա երկուշաբթի ականատեսների խոսքով 21-ամյա եղբոր գործով դատի ժամանակ սպանության կասկածյալներից մեկին դանակով վիրավորելուց հետո կարողացել էր փախչել դատարանի շենքից։ Ինչու 4 կասկածյալներից հենց Էրիկին է դատարանում դանակով խփել սպանվածի եղբայրը։ Էրիկի տատի խոսքով նա միշտ սպառնացել է, որ վրեժ է լուծելու իր թոռից, ավելի քան 1 տարի առաջ սպանված եղբոր Հայկի հոգու հանգստության համար։ Որ մենք դատի գնում էինք, այդ տղեն ասավ հաթած կզցնիլ դեմ։ Վրա պրծավ իմ թոռին։ Թոռն էլ ասավ կոնկրետ իմացի ով է սպանել, նոր կզցվի։ Անմեղ է իր թոռը, պնդում է դատարանում 2 օր առաջ դանակահարված Էրիկի տատը։ Թոռն իրեն վստահեցրել է, ինքը չի սպանել։ Իր մեղքն այն է, որ տեսել է Հայկի դին ընկերների մեքենայում։ Տատը չի բացառում, որ Էրիկը օգնած լինի 3 ընկերներին թաղել Հայկին, բայց թոռը երդվել է, որ ինքը չի սպանել։ Հետևի բանը բացմա տենմա դիակ կա։ Ու այդ սաղորը այդ երեխեն տուն չի գալի Էրիկը։ Թե ինչ են անում, ուր են տանում, ուր չեն տանում, Էրիկը սպանության հետ կապ չունի։ 2024-ի հուլիսին է եղել դաժան սպանությունը։ Քննչական կոմիտեն դեպքից 3 ամիս հետո պարզել է, որ 4 ընկերները, այդ թվում Էրիկը, Լորիբերտ գյուղի մի տանը կռվել են Հայկի հետ։ Շշուկներ կան թե թմրանյութի թեմայով։ Ըստ քննչականի, կտրող բութ գործիքներով 4 տղաներն այնքան են խփել 21-ամյա Հայկին, մինչև մահանա։ Լոռիում խոսում են, որ տղայի մարմինը փորձել են այրել, հետո հանդում թաղել են, վրան քարեր ու հող լցրել։ Տեսախցիկներից հեռու մարդիկ պատմում են, որ սպանողներից 2-ը նախրապան եղբայրներ են։ Դին թաղել են այնտեղ, որտեղ անասուններին էին արածեցնում։ Չէ, ցավոք տանը։ Ես առաջ անգամ լսեցի։ Անմարդկային սպանության մասին լռում են Լորիբերտում։ Այդ գյուղից են սպանության համար կասկածվող 4 երիտասարդները։ Սպանված Հայկը Ստեփանավանից էր, նրա մասին վատը չեն խոսում։ Երեխայր էլ իր հիմա, ինչ ասեմ։ Մեր թաղ երեխայը շատ խելոք լավ երեխա էր։ Ճանաչել եմ իրան։ Երկուշաբթի դատարանում դանակահարված Էրիկը Վանաձորի հիվանդանոցում է։ Հայկի եղբայրը դանակով խփել է նրա կրծքավանդակին, թոքի թաղանթն է վնասվել։ Կյանքին վտանգ չի սպառնում, վիրահատել են։ Արկա էր կրծքավանդակի հետին պատի աչկեսի թիակային շրջանի կտրաստակած վերք հարունավությամբ։ Վանաձորի հիվանդանոցում իրավապահների հսկողությամբ է բուժվում Էրիկը, երբ դուրս գրվի, դատական 2 գործով է անցնելու, մեկում որպես մեղադրյալ, մյուսով տուժող։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։